Վանաձայն, լավագույն և հարաստ։ Բարև ձեզ հարգելի ունգընտիրները վագընտիրներ, Վանաձայնի եթերով եւ թիմադեդիրի էջով ձեզ հետ ենք ներկայացնելու հայկական աշխարհի այսօրվան լուրերը։ Այժմ կներկայացնենք հայկական աշխարհի այսօրվան լուրերուն խորակիրները։ Հաղորդակցություն Սփյուռքի խորհրդաժողովի համատրող գազմի։ Տադախազությունը բահանջեց փանդարգել ուժեղ Հայաստան Տաշինկեն Նարեկ Ղարաբեդյանը։ Արտուր Օսիպյան թաթ բացավ Փաշինյանի թեմ։ Անտրանիկ Տևանյանի գալանքը 2 ամիսով երկարացկվեցավ։ Գյումրիի Շիրվանյան գետրոնի 10-ամյակի դոնագադարություն։ 18 հուլիս 2026-ին Սփյուռքի զորաշարժի խորհրդաժողովի համատրող գազմի նախաձեռնությամբ դեղի ունեցավ Փարիզի մեջ 11-12 ապրիլին կումարված խորհրդաժողովին հաջորդող արցանց նիստը, որ համախմբեց խորհրդաժողովի մասնակիցները Հայաստանեն, Արցախեն եւ Սփյուռքի 25 զանազան երկիրները։ Ժողովը կումարվեցավ այնպիսի ժամանակաշրջանիմը, երբ հայ ժողովուրդը կշարունակե դիմակրավել Արցախի բռնի հայատապումի հետևանքները, Արցախի հայության հավաքական իրավունքներու պաշտպանություն, հայտարարի միջազգային հետապնդում, ազգային եւ հոգեվոր արժեքներու պահպանում, ինչպես նաեւ Սփյուռքի համախմբված դերակատարության լուրջ մարտահրավերներ։ Միևնույն ժամանակ Հայաստանի մեջ արձանագրվող ժողովրդավարական հետընթացը ավելի ակներև կդարձնե համազգային համախմբումի եւ աշխուժության անհրաժեշտությունը։ Նիստը արիթ հանդիսացավ Փարիզի խորհրդաժողովին արդյունքները վերարժևորելու, վերջին 3 ամիսներու ընթացքին կատարված աշխատանքները ներկայացնելու եւ հետագա քայլերը քննարկելու։ Համատրող գազմը ներկայացուց այն աշխատանքները, որոնք կատարված են խորհրդաժողովեն ի վեր, ներառյալ 4 գլոր սեղաններու մասնակիցներու միջև գազմագերբված աշխատանքային հանդիպումներ, զեկուցումներու համառադորակիրներու պատրաստություն, ինչպես նաև մամլո ընկերային ցանցերու եւ համայնքային շրջանակներու մեջ արձագանքներու տարածում։ Նիստի ընթացքին ցուցադրվեցավ խորհրդաժողովը ամփոփող տեսանյութը, որ դարձյալ ընդգծեց խորհրդաժողովի նշանակությունը եւ անոր շուրջ ձևավորված դրական նոր հերանեկարները։ Քննարկումներու ընթացքին ներկայացվեցան նաեւ գլոր սեղաններու վերջնական ամփոփումը, որ խոսվեցավ Սփյուռքի ռազմավարական դերակատարության, ազգային ինքնության եւ արժեքներու պահպանումի, Հայաստան-Սփյուռք հարաբերություններու զարգացումին եւ համազգային նպատակներու շուրջ Սփյուռքյան զորաշարժի ամրապնդումի հարցեր։ Ներկայացվեցավ խորհրդաժողովին նվիրված գայքեչը, որուն մեջ պիտի ներկայացվի խորհրդաժողովի ամբողջ արխիվը, զեկույցները, տեսակրությունները, լուսանկարները, հայտարարակիրը, հոդվածները, հարցազրույցները եւ այլ նյութեր, կատարված աշխատանքները երկար ժամանակ պահելու համար։ Ժողովի եզրափակիչ քննարկումը նվիրվեցավ ապակա ուղղություններուն։ Մասնակիցները վերահաստատեցին, որ Փարիզի խորհրդաժողովի մեջ ձևավորված սկզբունքները եւ առաջնահերթությունները կշարունակեն մնալ համահայկական օրագարկի առանցքային բաղադրիչներ եւ ընդգծեցին համախմբված, գազմագերբված եւ շարունակական աշխատանք տանիլ ի նպաստ Հայաստանի, Արցախի եւ աշխարհասփյուռ հայության ազգային շահերուն։ Արցանց նիստը անգամ եւս հաստատեց, որ Փարիզի խորհրդաժողովը ոչ թե եզակի ցերնարգ է, այլ Սփյուռքի ուժերու համախմբումի ընթացքի սկիզբ, որ նպատակ ունի Սփյուռքյան ներուժը միավորելու եւ զայն համազգային ռազմավարական նպատակներու իրականացման ծառայեցնելու։ Սփյուռքի ազգային զորաշարժի խորհրդաժողովի համատրող գազմ։ Հայաստանի գլխավոր տադախազությունը ուժեղ Հայաստան Տաշինկի ցանգին առաջին թիրքը գրավող Նարեկ Ղարաբեդյանի թեմ քրեական հետավնդում կատարելու եւ զայն փանդարգելու պահանջով միջնորդություն ներկայացուց գետրոնական ընդրական հանձնաժողովին։ Լրագրողներու հետ հարցազրույցի ընթացքին ուժեղ Հայաստան Տաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյան
ըստ որ հանձնաժողովի գայքին վրա դեղատրված փաստաթուղթին մեջ նշված չէ թե Ղարաբեդյանի թեմ ինչու նման միջնորդություն ներկայացված է։ Գետրոնական ընդրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովագիմյան պատասխանելով հարցումին, թե արդյոք Գետրոնական ընդրական հանձնաժողովը իրավունք ունի այս միջնորդությունը քննելու, երբ արդեն լիազորության արձանություն դրված է, ըստ որ Ընդրական օրենսգիրքի 90-րդ հոդվածին 5-րդ մասը կբահանջի, որ մինչև պատգամավորի լիազորությունները ստանցնելը ընդրված պատգամավորի թեմ քրեական հետապնդում կրնա հարուցվել միայն Գետրոնական ընդրական հանձնաժողովի համաձայնությամբ։ Նարեկ Ղարաբեդյանին թեմ մեղադրանք ներկայացնելու եւ գալանավորելու գլխավոր դատախազության միջնորդության քննությունը շարունակվեցավ։ Արամ Վարդևանյան ըստ որ Գետրոնական ընդրական հանձնաժողովի անդամները գրեթե որոշում տալու փուլի մեջ էին, սակայն գազագերբչական գարկմը հարցերու պատճառով նիստը վերջին բահուն հետաձգվեցավ։ Վարդևանյան հայտնեց, որ Նարեկ Ղարաբեդյանին քրեական գործը կվերապերի ուժեղ Հայաստանի աջակից Ալեքսան Ալեքսանյանին վերակրվող մեղադրանքին։ Ալեքսանյան կմեղադրվի հավաքի մասնակցելու նպատակով մարտիկը նույնտապես շահագրգռելու եւ մեծ քանակով տրամ լվալու համար։ Քննչական կոմիտեի համաձայն մեր ցևով ազգային արժեքներու բավականություն հասարակական գազագերբության հիմնադիրը եւ ղեկավարը լալով սեպտեմբեր 2025-ին մինչև մայիս 2026 ան ցևական աշխատանքի ընդունած է շուրջ 1400 քաղաքացի Զանոնք Սամուել Ղարաբեդյանի աջակիցներու մեր ցևով հասարակական գազագերբության եւ ուժեղ Հայաստան գուսակցության գազագերբած հավաքներուն եւ զույցերուն ներգրավվելով։ Իրավաբաններու համաձայն 1400 անձերեն ավելի քան 400-ը աշխատած է նաեւ այլ ընկերություններու մեջ։ Սամուել Ղարաբեդյան կատարվածը կնկատի աբորինություն։ Իրականության, իրավունքի, օրենքի, նույնիսկ դրամապանության հետ այս միջնորդությունը եւ հավանական մեղադրանքը որևէ կապ չունի, ըստ Ղարաբեդյանի փաստաբանը։ Արցախցի քաղաքական կորզիչ Արտուր Օսիպյան Թիմադեդրյան կրարումով մտեղեկացուց, որ թադական հայց ներկայացուցած է վարչապետ Նիկոլ Փաշինյանի թեմ։ Այս առիթով Օսիպյան կրեց. Հայաստանի առաջին ադյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական թադարանը ընդունեց իմ կողմից ներկայացված հայցը ընդեմ պատասխանող Նիկոլ Փաշինյանի զրբարդություն հանդիսացող տվյալները հերկելու եւ ներողություն խնդրելու պահանջներում մասին։ Հայտնենք, որ Օսիպյան ձերբակալվեցավ, այնուհետև փանդարգվեցավ 18 մայիսին Արաբկիր վարչական շրջանին մեջ Փաշինյանի հետ ունեցած միջադեպեն ետք։ Օսիպյան իբրև բողոքի նշան Փաշինյանի կողմէ իր հասցեին հնչած փախած որակումին համար հացաթուլ հայտարարած էր։ Օրին անմեղադրվեցավ բռնություն կորզատրելու հրաբարագային գոչերու, բռնությունը հրաբարագայնորեն արտարացնելու կամ քարոզելու եւ խուլիգանության մեջ։ Տադարանը 10 հունիսին ազատ արձակեց Օսիպյանը։ Հայաստանի առաջին ադյանի ընդհանուր իրավասության թադարանը հայտնեց, որ Մայր Հայաստան գուսակցության առաջնորդ Պարկավաճ Հայաստան գուսակցության ընդրացանգի երկրորդ դիրքը գրավող Անդրանիկ Թևանյանի գալանքը երկարացկված է 2 ամիսով։ Հայտնենք, որ Անդրանիկ Թևանյան մեղադրված է դավաճանության եւ լրտեսության հոդվածներով։ Ընդդիմադիր կորզիչը իրեն առաջադրված մեղադրանքները չընդունիր եւ քրեական հետավնդումը քաղաքական գորակ է։ Անոր պաշտպանները կնշեն, որ մեղադրանքները բավարար ապացույցներով հիմնավորված չեն։ Գյումրիի երիտասարդական հարաճադար հաստատություններեն Շիրվանյան երիտասարդական կենտրոնը նշեց իր 10-ամյակը պատվելով հազարավոր երիտասարդներ, որոնց կյանքը ձևավորված է իր ծրագիրներուն միջոցով։ Դոնագադարությունը համախմբեց բարերարներ, մենք ենք Գյումրին հանձնախումբի անդամներ, գործընկեր գազագերբություններ, ուսանողներ, շրջանավարտներ, ծնողներ, գամավորներ եւ հրավիրյալներ։ Դոնագադարությունը սկսավ ամառաս 2026 ամառնային ցերեգային ճամփարի բացման արարողությամբ։ Արցախի կայլերկեն յետք խումբերը ներկայացուցին իրենց նշանապանները։ Ճամփարականներուն ընկերակցեցան Գետրոնի ուսանողներու եւ Ձոբկ ազգագրական երկի ու բարի համույթի ելույթները։ Այս դարվան ճամփարին արձանագրված են 210 երեխաներ եւ բադանիներ։ 2016-ին ի վեր Գետրոնը գազագերբած է հետս հետե մեծող ավելի քան 20 ամառնային ցերեգային ճամփարներ, հարյուրավոր երեխաներ հյուրընկալելով ներառյալ Արցախեն տեղահանվածներ։ 2024-ին ի վեր ճամփարը կգրե Ամարաս անունը՝ ի բադիվ Մեսրոպ Մաշտոցի հիմնած առաջին համահայկական դպրոցին,
եւ իբրև խորհրդանիշ կրթության, հայկական ինքնության եւ Արցախ վերադարձի հույսի կարեւորության։ Բանախոսները անդրադարձան Գետրոնի անցած ուղիին 2016-ին մենք ենք Գյումրին հանձնախումբին նախաձեռնությամբ երկրաշարժեն վնասված պատմական շենք վերածեց Ձաղգուն գրթական եւ մշակութային Գետրոնի։ Ադենաբեդ Շանտ Բաբուջյան եւ Գետրոնի դնորեն Սուսանա Խոցանյան կնահատեցին Գետրոնի բարերարներուն, անձնագազմին, գամավորներուն, գործընկերներուն եւ աչագիցներուն աննգուն հանձնարարությունը, որոնց նվիրումի շնորհիվ կարելի դարձավ Գետրոնին Ձաղգումը։ Արտարև հրաբարակվեցավ 2026-2027 գրթական դարաշրջանին 18 նոր գրթաթոշակ ստացող անունները, որոնց շնորհիվ ծրագիրը 2015-ին ի վեր ունի 100 գրթաթոշակ ստացող։ Հրավիրյալները նաև ցանոթացան Գետրոնի նոր նախաձեռնություններուն, ներառյալ յուրաքանչյուր նոր դարին գաղանտի նվերներ հավաքելու արշավին, շրջանավարտից խորհրդին եւ գրթական մշակութային երիտասարդական եւ բարեսիրական գործընկերություններու մեծող ցանցին, որ գշարունակե ասացությունը զորացնել Հայաստանի ամբողջ տարածքին։ Դոնագադարության ընթացքին դեղի ունեցավ Շիրվանյան երիտասարդական Գետրոնի գլխավոր սրահի անվանակոչություն՝ ի հիշադակ Մարգրիտ Յուրեջյանին։ Սրահին գառուցումը կարելի դարձավ Դերևդիգին Ջակ եւ Զարիկ Յուրեջյաններու արադացեր նվիրատվության շնորհիվ։ Դոնագադարությունը եզրափակելով բանախոսները ընդգծեցին, որ Շիրվանյան Գետրոնին առաջին 10-ամյակը ոչ թե վերջագետմն է, այլ հիմքը ավելի փայլուն աբակայի համար։ Հարկելի ունգընթիրները վագընթիրներ վանացայինի եթերով վեպտիմադրի էջով ցեզի եդենք ներգայացնելու հայկական աշխարհի այսօրվան լուրերը։ Ցեզի եդեն ցայնի աղորդաբար Մարինեն եւ Ներսեսը։ Մնացեք միշտ վանացայինի ունգընթիր։